Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր գիտնականների վարձատրության համակարգում։ 21 թվականին լաբորանտ ճարտարագետ 67300 դրամ, 2026 թվականին 138300 դրամ նվազագույն աշխատավարձ, այսինքն աճը 105%-ով, ավելի քան կրկնապատիկ։ Ավագ լաբորանտ, ավագ ճարտարագետ 21 թվականին 76000 դրամ, 2026 թվականին 179000 դրամ, աճը ավելի քան 135%։ Կրսեր գիտաշխատող 21 թվականին 90400 դրամ, 2026 թվականին 276000 դրամ, այսինքն աճը 205%։ Ավագ գիտաշխատող 2021 թվականին 99000 դրամ, 2026 թվականին 343000 դրամ, աճը 246%։ Առաջատար գիտաշխատող 2021 թվականին 114300 դրամ, 2026 թվականին 443800 դրամ, աճը 288%։ Գլխավոր գիտաշխատող 2021 թվականին 138100 դրամ, 2026 թվականին 552900 դրամ, աճը 300%։ Գիտական խմբի ղեկավար 2021 թվականին 129000 դրամ, 2026 թվականին 410000 դրամ, աճը 217%։ Գիտական ստորաբաժանման ղեկավար 2021 թվականին 141000 դրամ, 2026 թվականին 477000 դրամ, աճը 238%։ Եվ ուզում եմ ընդգծել, որ բարձրացած չափերը մենք խոսում ենք նվազագույն վարձատրության մասին, եթե այլ գիտական ծրագրերի տվյալ աշխատողը չի մասնակցում, եւ 2021 թվականից 2026 թվականներին գիտական 142 սարքավորումների համար տրամադրվել է շուրջ 13 միլիարդ դրամ, եւ սրանց շարքում է նաեւ սուպեր համակարգիչը Երևանի պետական համալսարանի, որի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը կազմել են 3.7 միլիարդ դրամ։